Մեր շրջանում կարտոֆիլը ոչ միայն գյուղատնտեսական մթերք է, այլև ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրներից մեկը։ Գարնանից սկսվող աշխատանքը հողի մշակումից մինչև բերքահավաք պահանջում է մեծ ջանք, ծախս և համբերություն, սակայն իրական փորձությունը սկսվում է ձմռանը, երբ գյուղացիները տանջանքով պահեստավորում են բերքը, պաշտպանելով այն սաստիկ ցրտից, խոնավությունից և փչացումից։ Պահեստների ջերմաստիճանի պահպանումը, օդափոխությունը և մշտական հսկողությունը լրացուցիչ ծախսեր ու հոգս է առաջացնում։ Այս տարվա բերքահավաքը լավ չորով գնաց, շատ մաքուր է քարտոլը, շատ լավ է գույնը տեղը, քանակը քիչ է, բայց ընդհանրապես լավ է։ Ծախվել է գնորդ հələ չեն հարցուցել, թե ունիս ծախու քարտոլ։ Մոտավորապես ես ցանել եմ 90 սոթի, երևի 10-12 տոն ծախու ունիմ։ Սերմը չաշված, մանդրա ատխոդը, լավ է, ոչինչ, ես դժգոհ չեմ, շատ լավ է, մարդկա դժգոհ է, ես չէ, ես մի այդ իրագործելը այդիկ դժվար հարց է, ոչ հարցնող կա, ոչ է գալող կա, հələ ինչ որ նես ենք լցել, տեղը ճիշտ է, ապահով տեղ է, ես կանել որ ծուր դլի, ապահով տեղ է, բայց տեղը քիչ տաք է, կովերի կողքն է, կարող է փչանալու դառնա։ Շատ է գելլի կրակ, քիչ է գելլի կրակ, չգիտեմ որը եղնի ու լավ լի։ Ձմռան ամիսներին հաճախ նկատվում է կարտոֆիլի գների տատանում։ Մի կողմից շուկայում պահանջարկն է փոխվում, մյուս կողմից ներգրվող ապրանքը կամ պահեստավորման դժվարություններն ազդում են գնագոյացման վրա։ Գյուղացին, ով ամիսներ շարունակ խնամքով պահել է իր բերքը, կանգնում է երկընտրանքի առաջ՝ վաճառել ավելի ցածր գնով, թե շարունակել պահել ռիսկի ենթարկելով որակը։ Շատերը ծանր պայմաններում աշխատելով ստիպված են լինում վաճառել մատչելի գնով, միայն թե չկորցնեն ամբողջ տարվա աշխատանքը։ Քարտոլը պայենքը մեր կոմին մեջ, վերդեղով չի սարին, նաղդի ձերո աշխան է, լավ է դր, թուրքերն եկել էին, բայց նազուտու զերին կենացին, չիրեմ, ուզենք մեկցում թանք ծախել, ուզենք եզոն ծախել, չիրեմ ինչ չգնենք, գոնե եմանեն ենք, որ մեկցում ձերք դա։ Վերջնեգը հանեն ինչ օգուտ, յա քարտոլը հանել են, մարդկոց է պայեմ, լարով եմ ծախեմ, լարով չեն տան 70 կապեկի կարնեն տան ինգը, երգե պայես փչանակը սաղ դուրս գլասնեն, ես որ կաշխարեի եղել են տոներով դուրս գլասնեին։ Չնայած դժվարությունների, գյուղացին շարունակում է հավատալ իր աշխատանքի արդյունքին։ Սակայն ակնկալիքը մեկն է՝ կայուն գներ և արդար շուկա, որպեսզի ձմռան տանջանքով պահած բերքը գնահատվի արժանիորեն։